Թատրոնում տիկնիկներն ու խամաճիկները զվարճացնում են ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծահասակներին, բայց նաև հուզում են նրանց, ստիպում են խորհել, երևակայել, ձևավորում են արժեքներ, նրանց սեր ու բարություն են սովորեցնում, տարբեր այլաբանությունների միջոցով նրանք պատմում են այն, ինչ դժվար է ասել ուղիղ խոսքով, իսկ ահա քաղաքական թատերաբեմում խամաճիկներին բոլորովին այլ դերակատարում է վերապահված։ Ողջույն, ես Արամ Սարգսյանն եմ, թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօրվա մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ընդունեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Ովքեր են ըստ ձեզ խամաճիկներն իրական կյանքում եւ հատկապես քաղաքականության մեջ, տեսնում եք արդյոք նրանց առօրյայում կամ քաղաքական ասպարեզում, այսպիսի հարցից սկսենք։ Շնորհակալություն։ Ես չէի սահմանափակվի անկեղծ ասած միայն քաղաքական կյանքով, որտեղ խամաճիկներ մարդկանց մեջ հաճախակի են հանդիպում։ Դրա համար նշեցի իրական կյանքում եւ առօրյայում։ Իրականում կարծում եմ շատ պարզ ընտրություն է կանգնած յուրաքանչյուր մարդու առջև։ Ուզում ես ինքդ լինել քո կյանքի, քո ճակատագրի տերը եւ կապում ես քո ճակատագիրը, իսկ սրանից բխում է նաեւ քո ընտանիքի ճակատագիրը, քո երկրի ճակատագիրը, քո քաղաքի ճակատագիրը, քո հետ, թե ավելի հարմար դիրք ես գտնում, որ քեզ ղեկավարեն, միգուցե շատ բանով նմանվում ես իրական սեփական ճակատագիրը լուծող մարդու, բայց իրականում դու չես ղեկավարում։ Եվ երբ ինքդ ես ղեկավարում, քո կյանքդ հասկանալի է, որ լինում են վրիպումներ, լինում են դժբախտություններ, լինում են սխալներ, բայց պատասխանատվությունը դու ես կրում։ Երբ դու չես ղեկավարում կյանքդ, դու իրականում միշտ դժգոհ ես մնում, որտեղ եթե դու չես տերը, տերը ուրիշն է, պարզ է, որ դու այդքան էլ գոհ չես կարող լինել քո կյանքից։ Դու ինքդ չես անում ընտրություն։ Յուրաքանչյուր մարդու առջև իրականում կա ընտրություն, հա, լինել կամ ասենք թե լավը կամ վատը կամ չարը կամ բարին կամ ազնիվը կամ խաբեբան, ընտրությունը մերն է։ Մեզ ոչ ոք չի կարող ստիպել։ Դա պարզապես արդարացումներ են հաճախակի լինում, որոնք մենք հանդիպում ենք կենցաղում, հա, ես մեղավոր չեմ, ինձ ստիպեցին։ Բայց իրականում մարդը շատ ուժեղ է եւ մարդը ինքը կարող է ընտրել ինչ լինել սեփական ճակատագրի տերը, թե այդ սեփական ճակատագիրը հանձնել մեկ ուրիշին։ Իսկ ձեր հերոսները միայն դասական ստեղծագործություններից են, թե իսկապես ձեր շրջապատող իրականությունից եք դուք նաև ոգեշնչվում։ Գիտեք, անկախ նրանից, թե դու ինչ ես բեմադրում, դասական գործ, թե ժամանակակից գործ, մանկական գործ, մանուկների համար ավելի շուտ գրված, թե մեծահասակների, նա պետք է հնչի ժամանակակից, հակառակ դեպքում նա արձագանք չի գտնի։ Թատրոնը այն արվեստի ձևերից է, որ ծնվում է այս պահին, ներկայացում եւ հենց այս պահին մահանում է, նա չունի դասական ձև։ Ասենք թե տարբերություն գրականության, հա, կարելի է գիրք գրել, այսօր կարող է պատահի այդ գիրքը ոչ ոք չկարդա, բայց տասնյակ տարիներ հետո այդ վեպը լայն տարածում գտնի, կամ երաժշտությունը, կամ կերպարվեստը։ Թատրոնում դա հնարավոր չէ։ Ուրեմն անկախ նրանից թեման որն է եւ ինչ միջավայր ես դու ընտրում, միևնույն է, քո հետաքրության կենտրոնում գտնվում է մարդը։ Եվ այստեղ տարբերություն չկա երեխաների թե մեծահասակների համար, որտեղ երեխաները դրանք նույն մեծահասակներն են, մի քիչ ավելի անկեղծ, մի քիչ ավելի ազնիվ, բայց նրանք ունեն նույն հոգսերը, ինչ որ եւ մենք։ Հաճախակի մենք, ասենք ասենք, մի քիչ պարզունակ ենք ներկայացնում երեխայի աշխարհը։ Երեխայի աշխարհը շատ բարդ է։ Նա էլ է տառապում չբաժանված սիրուց, դավաճանությունից, գեղեցիկից, նույն ձևով, ինչ որ եւ մենք։ Պարզապես պետք է կարողանալ
երեխայի հետ եւս խոսել նույն ձևով անկեղծ, ինչպես խոսում ես մեծահասակի հետ։ Այդ ժամանակ նա մտնում է երկխոսության մեջ քո հետ։ Եթե դու կեղծում ես, պիտի ես անում այսպես ասած, նա մերժում է քեզ որպես իր հետ լուրջ բանակցող։ Նայեք, մենք համարում ենք, որ լավագույն դաստիարակությունն նա է, երբ որ ծնողը շատ անկեղծ է երեխայի հետ։ Եվ երբ որ ծնողը հասկանում է, որ լավագույն դաստիարակության ձևը դա սեփական օրինակն է։ Չի կարելի երեխային խաբել, չի կարելի երեխային ասել եղիր ազնիվ եւ ստել։ Ուզում ես մի տարի ասա եղիր ազնիվ եւ մեկ օր ստի եւ այդ մեկ օրը ավելի մեծ ազդեցություն կունենա երեխայի վրա, քան քո մի տարի կարդացած քարոզները։ Հայ քաղաքականության մեջ էլ է այդպես, խոսում են ազնվությունից, բայց ամեն օր ստում են մարդկանց։ Երևի դա ընդհանրապես բնորոշ է քաղաքականությանը, անկեղծ ասած։ Ընդ որում ոչ միայն մեր երկրում, բոլոր երկրներում քաղաքական գործիչները շատ արագ պետք է կարողանան կողմնորոշվել, նաև ստել դա էլ կա, որտեվ քաղաքականությունով զբաղվող մարդիկ անկախ ամեն ինչից միշտ հույսը դնում են որոշակի հանրության մեծամասնության վրա։ Նրանց ավելի շատ քաղաքական գործիչներին կարծում եմ հետաքրում է ոչ այդքան որակ, ինչքան քանակը։ Դա էլ է հասկանալի։ Քանակն է բերում, հա, իշխանություն, քանակն է տալիս քեզ հնարավորություն, ուրեմն զբաղեցնել համապատասխան տեղ։ Կարելի է լինել շատ ազնիվ, երբեք ուրեմն սուտ չխոսել եւ չապահովելով քանակ, դու իրականում չես կարողանա իրագործել այն, ինչ միգուցե ուզում ես իրագործել հանուն քո երկրի։ Ես այստեղ մեծ խնդրեմ չեմ տեսնում։ Ես մեծ խնդրեմը տեսնում եմ ավելի շատ հանրության մեջ։ Արդյոք հանրությունը պատրաստ է խաբվել, թե պատրաստ չէ։ Ուզած քաղաքական ուժ միևնույնն է հույսը կապում է հանրության հետ։ Եվ ինչքանով որակյալ կլինի հանրությունը, այդքանով որակյալ կլինեն քաղաքական ուժերը։ Չի կարող քաղաքական ուժը անտեսի հանրությունը։ Նրա համար ես, քանի որ ինքս ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ քաղաքականագետ եմ, ես այս երկրի քաղաքացի եմ եւ շատ վաղուց եւ չեմ պատրաստվում ուրիշ երկրի քաղաքացի դառնալ, ես հույսերս կապում եմ ոչ այդքան քաղաքական ուժերի հետ, ինչքան հանրության հետ, հանրության որակի հետ, եթե կարելի այսպես ասել։ Բայց հանրությունը առանց առաջնորդության ու ղեկավարության չի կարող որևէ բան անել, համամիտ չեք։ Ես մի քիչ այդ ցենց ասեմ հոտային մոտեցման այդքան էլ համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ առավել ևս այսօր հանրությունը առաջին հերթին պետք է ոչ թե առաջնորդներ ընտրի եւ կուր գնա առաջնորդների տես, այլ ձևավորի իր պահանջների շրջանակները եւ դա ներկայացնի։ Եվ փրկիչ սպասելը կամ փրկիչ մանգալը դա բնորոշ ավելի շատ հետամնաց հանրությանը։ Մենք չունենք փրկիչի կարիք, մենք ունենք կառավարչի կարիք, որը կիրականացնի այն պահանջները, որ մենք ընդորում ռեալ պահանջներ, իհարկե կարելի է ես ինչ պահանջներ ներկայացնել, որոնք իրականում հնարավոր չի իրականացնել եւ քաղաքական գործիչ չկասի քեզ այո, ես դա կանեմ։ Չէ, ռեալ եւ պահանջել այդ ռեալ պահանջարկների կատարումը եւ ըստ դրա գնահատել որակը, որովհետեւ փրկիչ մանգալը իրականում բերում է միշտ մեծ հիասթափությունների։ Փրկիչ գոյություն չունի։ Փրկիչ կար մեկը, նա գրանցված է, հա, ավանդական ձևի մեջ ու վերջ։ Դրա համար միայն Հիսուս Քրիստոսն է կոչվում փրկիչ, այլևս փրկիչներ չկան։ Բայց մեր օր իրականությունում մենք տեսնում ենք նաև ավելի կոնկրետ խոսենք Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունք, հատկապես նրա կողմնակիցների կողմից։
Գիտեք, այդ պաշտամունքը էլի գալիս է հանրության ուրեմն որոշակի, ասենց ասեմ, աշխարհայացքից։ Միայն Նիկոլ Փաշինյանը չի, որ եղել է պաշտամունք եղել է ժամանակին եւ առաջին նախագահ եւ մոտավորապես նույն ձևով հետո եկել է որոշակի հիասթափություն եւ այլն։ Էլի վերադառնում ենք նրան, ինչից սկսեցինք։ Պետք չի պաշտամունք, պետք չի փրկիչ մանգալ ու ստեղծել։ Հետո հայտնվում ես մի քիչ անհարմար վիճակի մեջ, որտեղ ուզում է դա Նիկոլ Փաշինյանը լինի, ով ուզում է լինի, մարդը իր սխալներով, իր դրական ու բացասական կողմերով։ Եվ եթե դու գնահատում ես, ավելի շուտ արժևորում ես ոչ թե գործ այլ մարդուն, իսկ մարդը սխալական է, դու կարող ես ինքդ հայտնվել մի քիչ սխալ վիճակի մեջ։ Դու կամ մերժում ես մարդուն, անկախ նրանից նա կարող է անել եւ դրական գործեր, կամ լրիվ ընդունում ես անտեսելով այն, որ նա կարող է անել եւ բացասական գործողություններ։ Այնպես որ գնահատել պետք է ոչ թե անձին, այլ այն գործերը, որը նա կատարում է։ Գնահատել պետք է ոչ թե ցանկությունները, այլ գործը, հա, կարծեմ Աստվածաշնչի մեջ է գրված, որ բարի ցանկությունով է կառուցված դժոխքի ճանապարհը, իսկ դրախտի ճանապարհը բարի գործերով։ Ինչ գործեր է ձեզ բարի արել գործող վարչապետը, բացի Արցախի հարցը ուղարկավորելուց, Արցախը կորցնելուց եւ այդքան զոհերից, տարածքային կորուստներից եւ Հայաստանին այսպիսի նվաստացած ու պարտված վիճակի բերելուց։ Ինչ գործեր։ Չէ, ես չեմ կարող համաձայնել դրա եւ այդ թեմայով չեմ ուզենա խոսել, որտեղ ես դες արդեն ասել եմ, ես հանրային խորհրդի անդամ եմ եւ պարտավոր եմ պահպանել քաղաքական չեզոքություն։ Ես կարծում եմ, որ եղել են եւ մեծ սխալներ, կարծում եմ եղել են եւ ասենց ասեմ այդ սխալների արդյունքում գիտակցված նաեւ ճիշտ գործողություններ հետագայում։ Ես հիմա չեմ ուզենա դրանք վերլուծել, որտեվ դա թույլ չի տալիս ինձ զբաղեցրած հասարակական պաշտոնը, բայց կարծում եմ միշտ մեզ փակուղի է տանում միանշանակ մերժելը կամ միանշանակ ընդունելը։ Սա մեզ զրկում է ստապ գնահատականից։ Ես չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանին, ես չեմ ընդունում ոչինչ, որ կապված է իր գործունեության հետ։ Ես ընդունում եմ իրեն, համարում եմ փրկիչ, եւ ես ընդունում եմ ամեն ինչ։ Սրանք երկու ծառայություններ են, որոնք իրականում ռեալ պատկեր չեն ստեղծում։ Կարծում եմ այսպես, կարծում եմ փորձեմ մի քիչ տեղափոխվեմ իմ դաշտ, որ ավելի հարազատ է, եւ այդտեղից տեղափոխվենք ձեր դաշտ, որը ձեզ ավելի հարազատ։ Նայեք, արվեստում իրականում ձևն է որոշում բովանդակությունը։ Ձևը շատ կարևոր է։ Կյանքում էլ այդպես։ Երբ դու փորձում ես բերել նոր գաղափարներ, բայց պահպանում ես հին ձևը, այդ հին ձևը սկսում է խեղդել նոր գաղափարները։ Շատ կարևոր է փոխել նաև ձևը։ Եվ կարծում եմ մեր երկրի անհաջողությունների մեծ մասը գալիս է գուցե նրանից, որ փորձել են բերել նոր բովանդակություն պահպանելով հին ձևը։ Նայեք, մեկ-երկու օրինակ պարզապես, որպեսզի չընկնենք քաղաքականության մեջ, բայց կան բացահայտ օրինակներ, որոնք բոլորին հայտնի են, հա։ Երբ երկիրը անցնում էր խորհրդարանական համակարգի, հա, եւ երբ որ ստեղծվեց այդ նոր օրենքը, նոր կառավարման ձևը, այդ ժամանակ հաճախակի ասում են, որ այդ լիազորությունները կոնկրետ ձևված են մեկ մարդու համար։ Այո։ Այդ մեկ մարդու սուպերվարչապետական համար։ Սուպերվարչապետական, այո։ Ես ճիշտ ասած մի քիչ դրան ուրիշ անուն էի կպցնում, որովհետև ես մեծ տարբերություն չէի տեսնում սուպերվարչապետական կամ նախագահական, ես անվանում եմ կենտկոմի առաջի քարտուղարի լիազորություններ։
Եվ նայեք, այն ժամանակ այսօրվա իշխանությունը, որ այդ ժամանակ ընդդիմություն էր, քննադատում էր, չէ՞, այդ համակարգը, այդ ձևաչափը, ասենք ասենք։ Երբ իշխանությունը փոխվեց, պարզվեց, որ կարգին լավ հարմարվեց սրա մեջ։ Եվ երկրում տեղի չունեցավ կարևորագույն ըստիս ռեֆորմա, որը կոչված էր իշխանություն տարանջատելու, հա, օրենսդրական, այո, հակակշիռներ ստեղծելու այլ տարբեր մարմինների միջև։ Նույնիսկ լրատվական դաշտը, որը պետք է ներ անկախ, որը այսօրվա օրով պետք է համաձայնենք, որ լրատվական դաշտին էլ կապակ։ Դե այդպես է, հիմա եկեք անկեղծ խոսենք։ Դե լրատվական դաշտը բոլոր երկրներում էլ ես ասեմ, որ այսինքն քաղաքական համակարգի մի մասն է կազմում եւ քաղաքական իրականության արտացոլումն է լինում։ Կա դա, բայց կա նաեւ ուրիշ հանգամանք շատ կարեւոր, որևէ մեկին, որևէ կառույցին չի կարելի զրկել համակրանքի կամ հակակրանքի անից, բայց այստեղ գալիս է մի շատ կարևոր հարց։ Պրոֆեսիոնալիզմ։ Եկեք անկեղծ խոսենք, որ մեր երկրում պրոֆեսիոնալիզմը շատ եւ շատ ասպարեզներում կաղում է։ Մենք հաճախակի որպես չափանիշ հայրենասիրության բերում ենք բարձրագույն, հա, խոսքերը, մոռանալով, որ հայրենասիրությունը դա առաջին հերթին պրոֆեսիոնալիզմն է։ Երկիրը ունի պրոֆեսիոնալների կարիք։ Բոլոր ոլորտներում։ Բոլոր ոլորտներում, թատերական ոլորտներում, գիտություն, կրթություն, առողջապահություն, պետական կառավարում եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց գոնե այդ 3, հա, ճյուղերը ես նկատի ունեմ օրենսդրական, հա, գործադիր եւ դատական, իրենք առայսօր տարանջատված չեն։ Ներեցեք, մինչև դուք ձեր միտքը կշարունակեք պրոֆեսիոնալների մասին, ես մի հակադիր տեսակետ ներկայացնեմ, որպեսզի ավելի ամբողջական պատկեր ունենանք։ Ես հիշեցի Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի պատմած պատմությունը մի անգամ, որ երբ նրանք կոմիտեի անդամ էին 88, եթե չեմ սխալվում 88-89 թվական, երբ նրանց չէին ձերբակալել, եւ նրանց ձերբակալում է արդեն Ղարաբաղ կոմիտեի 2 այդ կազմներ ստեղծվել, եթե հիմնականը ռեզերվն է ստեղծվել, հա, ու ինքը պատմում է այդ KGB-ի սպայի մասին, որը նրանց ձերբակալում է, եւ մի քանի տարի հետո, երբ նա արդեն նախագահի խորհրդական էր կամ նախարար էր, այդ նույն մարդուն տեսնում է, ասում է, ոնց դու այն ժամանակ էսպես էիր ես պահում, հիմա դա ասում է, ես պրոֆեսիոնալ եմ, այն ժամանակ էլ էի ծառայում, հիմա էլ եմ ծառայում, այնպես որ ասում է պրոֆեսիոնալը շատ վտանգավոր մարդ է, այսպիսի տեսակետ։ Չեմ կարծում։ Այսինքն, որը չունի ըստ էության սկզբունքներ կամ մարժեքներ, հա, զուտ ինքը իր մասնագիտական գործն է անում առանց ինչ-որ նույն կարող ենք ասել եւ լրագրողի պարագայում եւ չգիտեմ քաղաքական գործի պարագայում, այսինքն բացի իր մասնագիտականից պետք է նաեւ ունենա նաեւ սկզբունքներ։ Նայեք, մի քիչ ավելի հետ գնանք։ Հոկտեմբերյան հեղաշրջում Ռուսաստանում 1917 թվականին։ Եկան նոր ուժեր ու հանկարծակի հասկացան, որ իրենք ոչ մի բան չեն կարող անել, որտեղ չկան պրոֆեսիոնալներ։ Եվ սկսեցին այո ոստիկանությունից, հետախուզությունից, ինժեներական կազմից բերել 5 կադրերը, որոնք մասնագետ են գործի, որտեղ հեղափոխական կադրերը շատ սիրուն խոսում էին, բայց գործ անել չգիտեին։ Երբ դուք գնում եք ատամնաբուժի մոտ, դուք չեք հարցնում, ինչ քաղաքական հայացքներ նա ունի։ Դες հետաքրում է նա արդյոք կարող է բուժել ձեր ատամը, թե ոչ։ Եվ եթե նա ձեր ատամը բուժելու փոխարեն դες 1 ժամանոց դասախոսություն կարդա հայրենասիրության մասին, դուք դրանից ավելի լավ չեք տրամադրվի հանդեպ։ Պրոֆեսիոնալները պետք են ամեն տեղ։ Այո, նաև իրավական համակարգում։ Եվ եթե նախկինում նա ցալա շատ կարևոր։ Պրոֆեսիոնալը առաջին հերթին գնահատում է իր մասնագիտությունը։
իր համար քաղաքական դիրքորոշումները դրանք երկրորդական են։ Նայեք, ձեր վերած պրոֆեսիոնալը էլի չէր բանանում իր մասնագիտական մոտեցում արժևորում։ Նա պարզապես ծառայում էր այն ժամանակվա իշխանություններին եւ եթե ասել են ձերբակալ է անմեղ մարդու, նա ձերբակալում էր։ Սա պրոֆեսիոնալ չի։ Այն ինչ այսօր թույլ տվեք նկատել, տեսնում ենք նաեւ այսօր։ Ես կարծում եմ մենք տեսել ենք դա եւ երեք եւ այսօր կտեսնենք գուցե այսօր մի քիչ, որտեւ այսօր մենք տեսնում ենք դատական բազմաթիվ գործեր, որոնք մերժում են մեղադրանքները, որոնք կարծես թե թելադրված են։ Բայց իհարկե միջև հասնենք իդեալական վիճակ գոյություն չունի եւ պետք է նաեւ մտածել թե ինչպես ենք մենք անելու, որպեսզի այդ ցանկությունը, իսկ դա ցանկություն է, որը խորը նստած է մարդկանց մեջ, ծառայել ոչ թե օրենքին, այլ ծառայել կոնկրետ իշխանությանը։ Այսօր դու ես ուրեմն քո դուդուկի տակ կպարեմ, կերքեմ, վաղանա է, բայց երկիրը կառուցվում է բոլոր դեպքերում ես համոզված եմ պրոֆեսիոնալների միջոցով։ Գիտեք, ես բերեմ բարդ օրինակ, սա ոչ թե մեծամտություն է, այլ սա պարզապես թեթևացնում է գործս, երբ խոսում ես սեփական օրինակը բերել։ Ես թատրոնի ղեկավար եմ աշխատել 98 թվականից։ Շատ տարբեր մոտ մի 12 նախարար եմ փոխել, եթե կարելի է այսպես ասել, մի 3-4 երկրի ղեկավար։ Ես երբեք չեմ մտահոգվել։ Ով է։ Ես իմ անձնական եւ իմ թատրոնի ճակատագիրը երբեք չեմ կապել երկրի ղեկավարի հետ։ Ես արել եմ իմ գործը։ Եվ այսօր սա աշխարհում ամենաճանաչված հայկական թատրոնն է, բոլոր թատրոններից։ Սա բոլորը կարող են արձանագրել։ Եվ ես շատ լավ վերաբերմունք եմ ունեցել բոլոր իշխանություններից, որտեղ իրենք առաջի հերթին գնահատել են ոչ թե իմ քաղաքական հայացքները, որոնք ես երբևիցե չեմ թելադրել թատրոնում որևէ մեկին, թույլ չեմ տվել թատրոնի պատուհաններին որևէ քաղաքական ուրեմն ընտրությունների ժամանակ պաստառ փակցնել, այլ քանի որ ես կատարել եմ իմ գործը։ Եվ իրենք տեսել են, որ այս մարդը իր գործը կատարում անկախ իր քաղաքական հայացքներին, դա պատիվ է բերում երկրին։ Դա բավական է։ Պարոն Բաբայան, չգիտեմ ինչպես հարցադրումս անեմ, որպեսզի չխախտեմ ձեր չեզոքությունը, բայց չեմ կարող հարցնել, քանի որ խոսեցինք իրավապահ համակարգի ձերբակալությունների մասին, այս վերջին ամիսներին այսքան հասարակական, քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների ձերբակալությունները, կալանավորումները, բռնաճնշումներ չեք համարում։ Լավ հարց է, շնորհակալություն։ Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ այն մեթոդները, որոնք կիրառվում են, այդքան էլ չեն համապատասխանում ուրեմն մեղքի բաժնին։ Գուցե մի քիչ կոպիտ խոսեմ, հաճախակի ձերբակալում են մարդկանց ամբաղ-դամբաղ խոսելու համար։ Ամբաղ-դամբաղ խոսումը հանրապետության կեսը։ Անկախ ուրեմն դու հոգևորական ես, թատերական գործիչ ես, պետական գործիչ ես եւ այլն եւ այլն։ Ես ունեմ մի պարզ հասարակ մոտեցում։ Մեղավոր, եւ դա իմ մոտեցումը չի, դա ընդունված բան է, մեղավոր մարդուն կարող է համարել միայն դատարանը։ Միայն դատարան։ Ձերբակալել մարդուն կարելի է միայն ուրեմն ամենա սենց ասեմ էլի ամենակրիտիկական, երբ որ այդ մարդու ազատ մնալը սպառնում է կյանքին, սպառնում է պետության անվտանգ։ Ես չեմ կարծում, որ նրանք, ովքեր ձերբակալված են եղել, նրանց մեծամասնությունը ամենայն դեպս, որտեղ եղել են եւ հանցագործություններ եւ այլն, մարդասպանություններ եւ իհարկե այդ մարդիկ կասկածյալները, ասենք ասենք, պետք է ձերբակալեն։ Ես չեմ կարծում, որ այդ մարդկանց գործունեությունը, եթե իրենք մնային ազատության մեջ, ասենք թե տնական կալանք կամ չգիտեմ գրավ եւ այլն, սպառնում էր որևէ մեկի կյանքին կամ պետության անվտանգությանը։ Ավելին,
Մեր երկրում, մեր հասարակությունում եւ սա ունի խոր ավանդույթներ, նա ով ձերբակալվում է եւ եթե դրա տակ կա նաեւ քաղաքական որոշակի ենթատեքստ, սկսում է ձեռք բերել քաղաքական կշիռ, որը միգուցե միջ այդ նա չուներ։ Բայց ձերբակալել մարդու մի անմեղ արտահայտության համար։ Դե ասում եմ, ամբողջ բաներ շատերն են խոսում։ Անմեղը թե մեղավոր է, դա արդեն իրավական հարց է, ես մի քիչ ավելի կոպիտ եմ ասում։ Մենք ընդհանրապես սովորենք եւ դա միգուցե գալիս է վատ կրթությունից, վատ դաստիարակությունից մեզ արտահայտությունների մեջ չզսպել, վիրավորել, պիտակավորել, համարել, որ ուժը դա անպայման պատասխանն է նույն ձևով։ Հավատացեք ինձ, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ ինձ վիրավորել են կամ փորձել են վիրավորել, անպատվել են մամուլում, հեռուստատեսությամբ, Facebook-ում եւ այլն եւ այլն։ Համոզված եմ, որ այս նյութը երբ տեղադրեք YouTube-ում կլինեն էլի նման վիրավորանքներ։ Մենք դրանք կջնջենք վիրավորական։ Կարող եք եւ չջնջել, որտեվ ես որևէ մեկին երբևիցե չեմ պատասխանել։ Դες թվում է դա գալիս է արժանապատվության պակասից, ոչ։ Պարզապես եթե ես պատասխանում եմ, ես իջնում եմ այդ մակարդակի, ես այդ մակարդակին չեմ ուզում իջնել։ Ասում են երբեք մի վիճեք հիմարների հետ, նրանք ձեզ կիջեցնեն իրենց մակարդակին եւ այնտեղ ձեզ կոչնչացնեն։ Չէ, նա ավելի լավ ասում է, իսկ այդ մակարդակում նրանք անհաղթահարելի են։ Այո, շատ լավ խոսք է։ Մեր հենց այս համատեքստում, պարոն Բաբայան, ամենակարևոր հարցերից մեկը հասարակության մեջ խորացող այս պարակտումն ու թշնամանքը, բևեռացումը, անհանդուրժողականությունը, նույնիսկ առօրյայում եւ ավելի հաճախակի դարձող բռնություններն ու սպանությունները, որ գրեթե ամեն օր կամ ամեն շաբաթ ենք տեսնում, ձեզ ինչի հետևանքն են, ավելի շատ քաղաքական իրականության միջավայրի, թե գուցե արժեքային դեգրադացիայի։ Եվ ինչ դեր ունեն այստեղ արվեստագետներն ու մտավորականները։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ ձեր բոլոր նշված գործոններ իրականում կան։ Եվ ներքին մշակույթի դաստիարակության պակասից միանշանակ։ Երբ սխալ արժեքներ են, երբ որ թվում է թե հարվածելը, սպանելը, վիրավորելը ուժի դրսևորում է։ Յուրաքանչյուր մարդ ուզում է ուժեղ երևալ, դա բնական է, անկասկած կին է, թե տղամարդ է։ Բայց այդ կեղծ հասկացողությունը, թե ուժը որն է, բերում է դրան։ Մեկ, երկրորդը, մենք տեսնում ենք, որ անհանդուրժողականությունը դրսևորվում է նաև քաղաքական ուժերի կողմից։ Գիտեք, հասարակ մարդը նայում է, տեսնում է մարդը հասել է ինչ-որ բարձունքների։ Եվ այդ մարդը հայհոյում է, վիրավորում է, ապտակում է, թքում է, եւ ասում է, դե ուրեմն սա նորմալ տեղադրվում է, այսպես ասած, կարիերային աճի մեջ։ Դուք նշեցիք մի շատ կարևոր բառ, երևույթ, արժեքային համակարգ։ Ես եմ կարծում, որ ամենամեծ պրոբլեմը այստեղ է։ Արժեքային համակարգի կենտրոնում պետք է գտնվի մարդ, յուրաքանչյուր մարդ, անկախ իր հայացքներից, անկախ իր նախասիրություններից եւ այլն հազար ու մի բանից։ Մարդը արդեն արժեք է։ Չի կարելի մարդուն ստորացնել, վիրավորել։ Դրանով դու ստորացնում ես, վիրավորում ես առաջին հերթին ինքդ քեզ, այդ սա է պետք բացատրել։ Մեր մոտ ցավոք սրտի մարդ արժեք չէ լայն հասկացողությամբ։ Մեր մոտ արժեք է ամեն ինչ։ Բացի մարդուց։ Այնեք, հիմա հաճախակի խոսվում է, թեմա է շոշափում պատերազմ, խաղաղություն եւ այլն։ Որտեղ է ծնվում խաղաղությունը։ Խաղաղությունը ծնվում է մի շատ հասարակ բանից։ Մարդը
մեծագույն արժեք։ Եթե մարդը մեծագույն արժեք է, դու սկսում ես մտածել խաղաղության մասին։ Իսկ հողը Մարդ ավելի մեծ արժեք է։ Նայեք, լավ օրինակ։ Քանի մարդ է գնացել Հայաստանից այս 35 տարվա ընթացքում։ Դե մոտ 1 միլիոն։ 1 միլիոն մարդ մենք կորցրել ենք։ Եվ մենք դրա մասին չենք խոսում։ Եվ մենք չենք համարում դա կորուստ։ Հողը այնպիսի բան է, որ այսօր կա, վաղը չկա, վաղը չմեսօր էլի կարող է լինել։ Նայած դու քեզ ոնց ես դրսել, կարող է։ Չէ, մարդը մահկանացու է, իսկ հողը ոչ։ Հողը մարդը եւ հողից է ստեղծում եւ հետո հող է դառնում։ Չէ, ես չեմ մարդուն տրված է կարճ կյանք, այս կարճ կյանքը պետք է գնահատել։ Մեր մոտ ցավոք սրտի, երբ մարդը մեծագույն արժեք չի, մեծագույն արժեք չի նաեւ կյանք։ Եվ արժեքային համակարգի մեջ մտնում է մահը, որպես արժեք։ Եվ դա մեր մոտ ցավոք սրտի տարածված, ընդ որում եւ կենցաղային մակարդակով մեռնեմ քեզ, մեռնեմ ջանիդ, գնա մեռե արի սիրեմ, մահ իմացյալ անմահություն է, նայեք, մահ ունի միայն մի արդարացում, մահ հանուն կյանքի։ Եթե կյանք չկա, եթե ասիգլավ հող, եթե հողի վրա մարդ չի ապրում, այդ հողը իմաստ չունի։ Դա դատարկություն է։ Այո։ Ես պաշտում եմ իմ Երևանը, իսկապես շատ եմ սիրում, ես բազմաթիվ քաղաքներ եմ տեսել աշխարհում, Երևանը դա մի ուրիշ բան է իմ համար։ Մի օր պատկերացնում Երևանում չկա բնակչություն։ Ինչ է քաղաքի իմ համար։ Ինչ է երկիրը իմ համար, եթե չկա։ Երբ որ մենք մարդու ներկայությունը հողի վրա ստորադասում ենք, հողին մենք կորցնում ենք այդ մարդուն։ Պարոն Բաբայան, ես դեմ չեմ, բայց ում է պետք կյանքը առանց որևէ վեհ գաղափարի, առանց որևէ մեծ նպատակի եւ առանց հավերժության զգացումի։ Կյանքը հանուն ոչինչի։ Չէ, կյանքը հանուն ոչինչ չի։ Դե ուղղակի լավ ապրել, հա։ Չէ, լավ ապրել չի միայն։ Չէ, մենակ դա չի։ Կարգին ապրել, չարություն չտարածել, փորձել ստեղծել եւ ձեր շուրջը շրջապան որոշակի մթնոլորտ, որտեղ չտիրի չարությունը, ատելությունը, թշնամանքը, քիչ բան է։ Իսկ ինչպես է ստեղծվում ընդհանրապես հասարակությունը, ինչպես է ստեղծվում ժողովուրդը, պետությունը, արդյոք նրանով, որ մենք ուզում ենք, որ բոլորը մեզ նմանվեն, թե մենք հասկանում ենք, որ մենք շատ տարբեր ենք, բայց մենք պետք է ունենանք համակեցության կանոններ։ Մենք իրար անհրաժեշտ ենք։ Հակառակը չկա երկու միանման մարդ, չկա, չէ։ Չկան։ Այդ բոլոր բաները, որ սա մեր ամբողջ ժողովուրդը սենց նայեք, մենք շատ հետաքրքիր է, բայց դուք եք նկատել երևի, մենք ընդհանրապես դիմում ենք իրար ժողովուրդ բառով, հա։ Մենք դիմում ենք մեր համակիրներին, Facebook-ում ասում ենք ժողովուրդ ջան, կամ ասում ենք ամբողջ ժողովուրդը այսպես է, ով է այդ իրավունքը տվել խոսել ամբողջ ժողովրդի անունից։ Ով է տվել, հələ իսկ գիտեք ինչու է այդքան տարածված խոսել ժողովրդի անունից։ Պոպուլիզմը, եկեք իրենց անունով կոչենք, դա կոչվում է ամբողջահաճություն։ Ես ուրիշ բան կավելացնեմ, չմերժելով ձեր ասածը։ Երբ դու խոսում ես ժողովրդի անունից, դու քո վրայից հանում ես պատասխանատվությունը։ Դու կանոնից չես խոսում։ Դուք մեծ դե ես ինչ ժողովուրդն է ուզում, մի խոսա ժողովրդի անունից։ Այո, ժողովուրդն է ուզում սահմանադրությունը փոխել կամ չփոխել։ Եկեք չընկնենք ծառը, կամ փոխել կամ չփոխել։ Ժողովուրդը ուզում է հանել Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը չի ուզում հանել։ Այդ ամենին չկա։ Այդ ամենին չկա, չմտածենք, որ ամբողջ ժողովուրդը դեմ է, չկա տենց բան։ Ամբողջ ժողովուրդը կողմ է, չկա այդ տեսակ բան։ Դու խոսած կանոնից։ Քաղաքացիական պայմանագիրը վերընտրվի եւ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնի սահմանադրության փոփոխություն Ադրբեջանի պահանջով եւ 4-րդ հանրապետության հռչակում, ինչ էլ որ դա նշանակի։ Դուք դրան համամիտ եք։ Դուք արդեն միանգամից որոշում եք Ադրբեջանի պահանջով։ Չէ, դա Ադրբեջանի պահանջն է։ Ադրբեջանը լավ չեմ որոշում։ Իսկ եթե դա մեզ ձեռ է տալիս, կարող այդպեսի բան լինի։ Թե դուք դա բացառում։ Մեզ ձեռ է տալիս անկախության հռչակագրից եւ մեր բոլոր ազգային նպատակներից հրաժարվել է։ Որոնք են մեր ազգային նպատակները, ոչնչացնել է Հայաստանը, միլիոն մարդ գնացել է, էլի միլիոն մարդ գնա։ Ինչ գրված է անկախության հռչակագրում։ Ինչ է գրված։ Դա ոչնչացնել է։ Ինչ է գրված։
Այնտեղ գրված է վերականգնել պատմական արդարությունը, Որն է պատմական արդարությունը։ Այնտեղ գրված է տեր կանգնել մեր իրավունքներին։ Որն է պատմական արդարությունը։ Պատմական արդարությունը հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը։ Ում կողմից։ Ում կողմից։ Այո։ Դուք չգիտեք։ Ում կողմից, ասեք, Թուրքիայի, չէ։ Իհարկե։ Եվ նաեւ միջազգային հանրության։ 100 տարի շարունակ մենք զբաղվել ենք ցեղասպանության ճանաչման բոլոր երկրների կողմից, բացի Թուրքիայից։ Եվ ինչ է դա։ Չէ, մոտավորապես 60-ականներից։ Չէ, Թուրքում շատ ավելի շուտ են սկսել։ Շատ ավելի շուտ են սկսել։ Ցեղասպանության կոնվենցիան 40-ականների վերջին են տվել։ Բայց դե եղել է։ Մենք կոնկրետ այդ երկրի հետ չենք մտել երկխոսության մեջ։ Մենք էլի վարվել ենք ուրիշ ձևով։ Այ ուրիշները կճանաչեն ու կստիպեն իրան։ Էլի մենք, այսպես ասած, մեծ եղբոր, ուրիշի հույսին մնալով են գնացել։ Մենք մատին չենք խփել, որ կոնկրետ այդ երկրի հետ լուծենք այդ հարցերը։ Ես չեմ խոսում արդյունքի մասին, ես չգիտեմ ինչպիսին կլիներ, բայց մոտ 200 երկիր կա, որից մոտ 60-70-ը կարծեմ ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Ինչ է փոխվել։ Ոչ մի բան։ Փոխվել է ընդհանուր ընկալումը եւ վերաբերմունք հայոց ցեղասպանության։ Միջազգային հանրության, որին շատ հաճախ են։ Միջազգային հանրությունը ջանս չի ճանաչում Հայաստանը։ Ինչու են այդքան հաճախ հղում կատարում միջազգային հանրությանը, միջազգային ճանաչմանը, ասելով որ սա միջազգայինորեն ճանաչված սահման է, սա չճանաչված սահման է, աշխարհը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մեջ, եկեք ընդունենք։ Դա պետական սահման է, պետությունների մեջ հարաբերություններ են։ Քո սահմանը, իմ սահմանը եւ այլն, եւ այդ սահմանների անձեռնխելությունը։ Ինչ վերաբերվում է ցեղասպանության ճանաչմանը։ Իրեք թող կոպիտ չհնչի, բայց հաճախակի դա ավելի շուտ դա գաղտնիք չի ոչ մեկի համար։ Տարբեր երկրների համար դա դառնում է պարզապես խաղաքարտ, երբ որ իրանք փորձում են ինչ-որ հարցեր լուծել, տարբեր շրջանակների համար դա դառնում է բիզնես ծրագիր, քանի լոբիստ կընտրենք, ինչքան գումար կտանք, ինչքան գումար կմնա մեր գրպանում, ինչքան կգնա իրանց կանցնի։ Արդյունքը ամեն անգամ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններից առաջ կասի ջենոսայդ բառը չի ասի, մեկը ասած, մեկը չասած, ինչ։ Միացյալ Նահանգները արդեն ճանաչել է իդեպ, եթե մոռացել եք, եւ կոնգրեսը եւ նախագահը։ Բայդենը ասած, Տրամպը չասած։ Մյուսը կասի, այն մյուսը չի ասի, եւ մենք մեր ամբողջ եւ մեր կյանքը եւ մեր զավակների կյանքը նվիրել ենք դրան, թե մենք փորձենք այս երկիրը երկիր դարձնել։ Ես հաճախակի լինում եմ եւ Սփյուռքում այդ վերաբերմունքը Սփյուռքյան դեպ որպես կթանկովի, հա, միահավոր բան է։ Մենք պետք է ամուր լինենք, պինդ լինենք, որպեսզի Սփյուռքին կարողանանք որոշակի ձևով օգնել, գոնե մի քիչ երկարացնել այդ ասիմիլյացիայի process-ը։ Եվ եւս մի շատ կարեւոր բան։ Խեղճը ոչ մեկին պետք չի։ Եթե սա չդառնա պետություն, ամուր պետություն, իր տնտեսությունով, իր գիտությունով, մենք հաճախակի մտածում ենք, որ ուժեղ պետությունը նա է, որ մենակ ուժեղ բանակ ունի։ Չկա այդ տեսակ բան։ Մեզ խափում էին հաճախակ ավելի շուտ մենք ինքներս ենք մեզ խափում ասելով որ մեր բանակը միակ կայացած ինստիտուտն է, տես չի լինում։ Անվտանգ պետության միակ երաշխավորը անվտանգություն։ Չի լինում։ Չի կարող թույլ տնտեսություն լինել եւ լինել ուժեղ բանակ, չի լինում այդպիսի բան։ Իսկ մշակույթ։ Մշակույթը առավել եւս։ Այս ամեն ինչ առողջապահություն, կրթություն, գիտություն, այս ամեն ինչ իրար կապված է։ Ես բացարձակապես որևէ համակրանք չունեմ Իսրայելի ղեկավարության հանդեպ, որևէ համակրանք չունեմ։ Դա շատ դժվար է։ Այսօր, այո, բայց կա փաստ, որ դու պետք է արձանագրես պետություն, որը լուծում է իր խնդիրները, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև գիտական, մշակութային, առողջապահական, տնտեսական 10,000 քառակուսի կիլոմետրի վրա եւ չի երազում ունենալ Հուդաստանի այդ մեծ տարածքը։ Ավելացրել է քանակը 600,000-ից
10 միլիոնի։ Օրինակներ կան, որոնք պետք է ինչ-որ բան մեզ հուշեն, չէ, մենք կորցնում ենք 1 միլիոն, այնտեղ ավելացնում են։ Միջև ոչ ոք, դուք փողոցում անցնում եք, տեսնում եք Մուրացկանին, երևի թե փող եք տալիս, կամ չեք տալիս։ Դուք իրան խղճում եք, բայց դուք ինին չեք հարգում։ Ինչ եք անում։ Չեք հարգում։ Նա ձեր համար ոչինչ է։ Միթե այս կարգավիճակն է մեզ պետք։ Արդյոք մենք այդ կնեք, արդյոք մենք այն ժողովուրդն ենք, որ միշտ պետք է լինի տնկաչոք։ Գիտեք, երբ որ մի բան ասեմ կներեք էլի, կարող է ձեզ բանում անում։ Երբ որ 2013 թվականին այդ մի գիշերվա ընթացքում այդ բանը փոխվեց, հա, Մաքսային միության որոշումը։ Այո։ Եվրասիական տնտեսական միություն։ Ես խոսում էի բազմաթիվ լուրջ մարդկանց հետ։ Ես այդ որոշումը չընդունեցի, բայց խնդիրը ես չեմ։ Եվ շատ հետաքրքիր պատճառաբանություններ էին բերում ինձ։ Շատ լուրջ մարդիկ։ Խնդիրը ոչ թե ռուսամետության կամ եվրոմետության մեջ է։ Մարդկանց պատճառաբանությունը հետևյալն էր։ Հայը պետք է անպայման մեկի տակ պարկի։ Եթե չպարկեց ռուսի տակ, պետք է պարկի Թուրքիայի տակ։ Ավելի լավ է ռուսի տակ պարկենք։ Սա է եղել հիմքում շատերի։ Մենք չենք կարող ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։ Մենք ունենք այս ընտրությունը եւ քանի որ այս մեկը ավելի վատ է, եկեք պարկենք սրա տակ։ Այ եթե մենք որոշենք չպարկել, կանգնած գնալ, որտեղ ինչպես յուրաքանչյուր մարդ, այդպես էլ երկիրը պետք է ունենա արժանապատվություն։ Այդ ժամանակ գուցե ինչ-որ բաներ կհաջողվի։ Սա ոչ թե այս կամ այն կողմի, իմ կողմից ուրեմն համակրանքի հարց է։ Սա սեփական արժանապատվության հարց է։ Ես կարծում եմ, որ մենք, գիտեք, շատ հետաքրքիր բան է, բայց հաղթանակը մի քիչ կուրացնում է, պարտությունը դարձնում է ավելի իմաստուն։ Մենք չհասկացանք, որ ժամանակը փոխվում, իրադարձություններ են փոխվում, կողմնորոշումներ են փոխվում։ Մենք շարունակում էինք նույն, այսպես ասած, այն բառապաշարը, որը ընդունված էր 90-ական թվականներին, բայց ժամանակը փոխվեց նաև վիճակը, փոխվեց քո թշնամին, հակառակորդ, ինչպես ուզում եք ասել, սկսեց զարգանալ, սկսեց փոխել բանակը, այո, Թուրքիայի միջոցով, Թուրքերը այնտեղ մտցրեցին ՆԱՏՕ-ի սկզբունքները, բանակնաշինության, իսկ մենք շարունակում ենք սովետական բանակի, ռուսական բանակի այդ հայտնի թեզով, որը Սուվորովն էր ձևավորել, բաբը նովых нарожают, քանակով կվերցնենք, մենք կարող ենք քանակով հաղթել։ Ես ցավոք սրտի տեսել եմ ինչ է կատարվում բանակում եւ շատ լուրջ խոսակցություններ եմ ունեցել այն ժամանակ բանակի շատ տարբեր բարձրաստիճան զինվորականների հետ եւ իրանք էլ էին տեսնում եւ գիտեք իրանք ինչ էին ասում ասում են պարոն Բաբայան մենք կհաղթենք հայրենասիրությամբ մենք զիջում ենք զենքի տեսակետից ամեն ինչի բայց սա լուրջ մոտեցում է սա լուրջ փաստարկ է ուրեմն դու չես ձեռք բերում ժամանակակից զենք, դու չես տալիս ժամանակակից կրթություն քո զինվորականներին, բանակում կիսագողական մթնոլորտ է եւ հարաբերություններ են եւ դու ասում ես հայրենասիրությամբ, այո, հայրենասիրությամբ մենք 44 օր պահեցինք։ Բայց դու գիտեք ինչ հերոսությամբ ու անձնավիրությամբ են մեր Դա էլ ասում եմ, 44 օր մենք պահեցինք հայրենասիրությամբ։ Եվ նրանց անընդհատ նահանջի հրաման էին տալիս, եկեք նաև դրա մասին էլ խոսենք։ Նահանջի հրաման տալիս էին։ Նահանջեինք ինչ-որ մի կետի, հետո մաշ բրասոկ անենք։ Չեղավ դա։ Եթե դուք այդպես տեղյակ եք ինչա կատարվում բանակում այսօր։ Այո, ես տեղյակ եմ։ Տեղյակ եք։ Ուրեմն տեղյակ եք նաև Չեմ կարող դրա մասին այսպես խոսալ, բայց ես որոշ բաներ պաշտպանական դիրքերի մասին, որոնք կառուցվում են, տեղյակ եք։
30 տարվա ընթացքում մենք նման պաշտպանական դիրք կառուցել ենք միայն Մարտունիում, այն էլ հրամանատարի անձնական նախաձեռնությամբ։ Մոնթե Մելքոնյանի մասն է։ Չէ, դրանից հետո արդեն Մոնթե Մելքոնյանը դրած հիմքերն էին։ Այո, բայց եւ այդտեղ մենք չտվեցինք ոչ մի զոհ եւ չզիջեցինք ոչ մի մետր։ Եվ Քարվաճառում էլ չենք զիջել եւ Ես նկատի ունեմ, որ 30 տարվա ընթացքում այդ դիրքերը այն ինչ որ հիմա է կառուցվում մեր սահմանում, երկրորդ դիրքում, որտեղ առաջինում չեն կարող կառուցել։ Մենք չենք արել դա։ Ինչի՞ ենք հույսը դրել։ Հույսը դրել ենք, ասեմ, էլի բացենք քարտերը։ Այն դաշնակցի վրա, որը մեզ օգնեց առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, միշտ բերելով թարմ զենք։ Բայց պարզվեց դա չի աշխատում։ Մեր ամբողջ հակաօդային պաշտպանությունը չաշխատեց, գված զենքը կամ հին էր, կամ 10% էր աշխատում։ Բացարձակ անգրագիտություն բոլոր կողմերից, եւ քաղաքական իշխանության, եւ ռազմական զինվորական իշխանության կողմից այդ ամենը չկար։ Մենք եթե մենք հասկանանք, որ մեր պարտության մեղավորը մենք ենք, այլ ոչ թե կոնկրետ 1-ը, 2-ը, 3-ը, մենք շատ արագ կզարգանանք եւ պարտությունը պատերազմի ժամանակ դեռ չի նշանակում պարտություն կյանքում։ Բերեմ ձեզ հասարակ օրինակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ով պարտվեց։ Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան։ Այո։ Որտեղ են այսօր այդ երկրները։ Ամենաառաջատար երկրներն են։ Ով հաղթեց սովետական միությունը, ուր այդ երկիրը։ Ուրեմն ամենակարևորը թե ինչպես ես դու գնահատում պատերազմի արդյունքները։ Արդյոք հաղթանակն ավելի կարևոր թե խաղաղությունը։ Որտեղ խաղաղությունը դադարեցնում է պատերազմները։ Հաղթանակը բերում է վրեժ խնդրության։ Եվ քանի որ մենք ոչ այդքան խաղաղությամբ ենք զբաղված, ինչքան տնկարում ենք մեր հաղթանակը, մեր թշնամին ամեն ինչ արեց, որպեսզի կարողանա ռևանշի գալ, հասնել։ Ես որևէ մեկին չեմ արդարացնում, առավել եւս ուրեմն հակառակորդ կողմին, որտեվ ինձ համար բոլոր դրանք, ովքեր հրահրում են պատերազմ, հանցագործներ են, հանցագործներ, ովքեր զինվորներին առաջ են քշում, հարձակվում են խաղաղ բնակչության վրա ու մարդկանց են սպանում։ Բայց եկեք նայենք, մենք ինչ չենք արել, որտեվ եթե մենք ես իմիջիալոց մի բան ասեմ, ես դա հաճախ եմ ասել եւ հիմա էլ կասեմ։ Ես անձամբ ես ինքս շատ մեղավոր եմ զգում, շատ։ Ես համարում եմ, որ ես մեղավորներից մեկն եմ, ամենամեղավորներից մեկն եմ։ Եվ ինչու եք դուք մեղավոր։ Ասեմ, ես տեսնում էի բանակի վիճակը, բայց այդ ժամանակ ընդունված էր ուրեմն չբարձրաձայնել։ Ես խոսում էի իհարկե, որ շտապույտ պետք է կարողանալ գալ որոշակի համաձայնության, որտեվ այնպես են դասավորվում իրադարձությունները, որ մենք կարող հայտնվենք շատ ծանր վիճակի մեջ։ Բայց ես համարում եմ, որ ես շատ քիչ եմ խոսել դրա մասին, շատ քիչ։ Ես տեսնում էի այդ ահագնացող վտանգը, տեսնում էի, ու շատ քիչ էի խոսում դրա մասին։ Ինչի վրա է հույսս դրել։ Ինչն էր ինձ ստիպում չասել։ Չգիտեմ, գուցե վախը, գուցե նա, որ դու հերթական անգամ կստանաս ուրեմն հակահայրենասերի պիտակ, հազար ու մի բան։ Գիտեք, հաճախակի մարդիկ, որոնք շատ խիզախ են իշխանության հանդեպ, չեն վախենում իշխանությունից, ընդդիմությունից, դատական, շատ վախկոտ են դառնում հասարակական կարծիքի։ Իսկ հասարակական կարծիքի միշտ չի, որ ճիշտ է լինում։ Բայց դա հաղթահարել, առավել ևս փոքր երկրում, որտեղ դու ունես երեխաներ, ունես կին, ունես բազմաթիվ բարեկամներ, որոնք գնում են դպրոց, որոնք կարդում են այդ բոլոր այլանդակությունները, որոնք գրվում է քո մասին։ Դա հեշտ չի մարդկայնորեն հաղթահարել։ Հիմա է հեշտ,
այս տարիքում, որտեղ ինձ քիչ է մնացել, եւ ես իրավունքություն եմ ստել ու չասել այն ինչ որ մտածում եմ։ Ես չեմ ասում, որ ես ասում եմ բացարձակապես ճշմարտություն, բայց գոնե ես ասում եմ այն ինչ որ մտածում եմ։ Սա է։ Պարոն Բաբայան, իսկ տեսնելով Ալիևի վերջին ելույթը ՄԱԿ-ում, որտեղ հանդես եկավ ռազմատենչ եւ թշնամական հռետորաբանությամբ եւ խոսեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին, հայտարարելով, որ նոյեմբերի 10-ը 2020 թվականի պատմության մեջ կմտնի որպես Հայաստանի կապիտուլյացիայի օր։ Տեսակ նրա մոտ անկեղծ ցկտում Հայաստանի հետ խաղաղության հաստատելու։ Հնարավոր է ընդհանրապես այս երկրի հետ խաղաղություն։ Երկրի հետ հնարավոր է, իր ելույթների մեջ բացարձակապես որևէ ասենք ասեմ համերաշխության, հա, համերաշխապրելու նշան չտեսա։ Բայց դա չի նշան։ Գիտեք, մենք հաճախակի ասում ենք, այն էսեք Ալիևի ինչ ասել, դե նեղացան գնացինք։ Ինչու՞։ Կամ Պուտինն է ասել, կամ չգիտեմ Տրամպը է ասել։ Հետո ինչ։ Հենց քո ուժը նրա մեջ է, որ դու պարտադրես, որպեսզի դա չասվի կամ գոնե չարվի։ Մենք հաճախակի վայ Ալիևը հեսակ բան ասեց։ Հայտարարությունը կասի, իհարկե կասի, 25 տարի այդ նույն Ալիևը գտնվել է ստորացած վիճակի մեջ, եկեք անկեղծ ասենք։ Դե այդքան էլ այդպես չի եղել։ Բոլոր դեպքերում։ Այն ժամանակ էլ էին հոխորտում, այն ժամանակ էլ էին կրակում։ Այո, բայց այդ ժամանակ զուտ ներքին զգացողությունը ուրիշ է։ Նա դրեք այդտեղ։ Հիմա եկել է մարդը, հաղթել է, պատերազմ իսկապես հաղթել։ Բայց կարելի է գոնե հաղթան կան, ասենք մարդիկ։ Եթե մարդը բարոյական է, նա բարոյական չի, այն որ նա պահում է մեր գերիներին, ցույց է տալիս իր բարոյական մակարդակը։ Դիմացը բարոյական մարդ չի եւ ոչ ոք չի ասում, որ դիմացինը բարոյական է։ Առավել եւս ես, որ կապված չեմ որևէ պետական, այսպես ասած, հանգույցի հետ, որ հա պահեմ այդ սահմանները, ասում եմ, նա ստոր սիրիկա մարդասպան է, հետո ինչ, չխոսենք։ Հիտլերի հետ հնարավոր էր խաղաղություն հաստատել։ Հիտլերի հետ փորձում էին խաղաղություն հաստատել եվրոպական երկրները։ Հիտլերի հետ փորձում էր խաղաղություն հաստատել սովետական միությունը, մինչև Հիտլերը հարձակվեց։ Հետո բոլորը միացան, տվեցին Հիտլերի հետ անիծեցին։ Հիմա սրան հնարավոր է պահել այս սահմաններում։ Կարծում եմ հնարավոր է։ Այո, նա համարում է, ես հաղթել եմ, բայց ես 25 տարի իմ հողերը գրաված են, բայց ես հիմա հող չգրավեմ։ Նորմալ տրամաբանություն է, թշնամու տրամաբանության մեջ պետք է կարողանալ մտնել։ Այսինքն մնում է թշնամին է։ Քանի նա այս ձևով խոսում է, նա թշնամ է, բայց թշնամու հետ էլ պետք է խոսես։ Գիտեք, կա թուրքական ասացվածք։ Շոյի շան գլուխ այնքան ժամանակ, մինչև պատրաստ լինի դինչկալը։ Դա շատ կարևոր է։ Ուժեղացի, տնտեսապես ուժեղացի, որ կարած որոշակի բան թելադրեց։ Իսկ մենք սկսում ենք հաչալշան վրա շունը մեզ կծում է, մենք ասում ենք կծեց, ժողովուրդ, միջազգային հանրություն, տեսեք, կծեց։ Եղբայր, կա դիվանագիտություն, կա երկիրը հզորացնելու հանգամանք։ Միշտ կկծի, միջև դու լինես այս խեղճ վիճակում, դուրսար այդ վիճակից։ Բացառասահմանները, սա էլ է շատ կարևոր, սուտ է, որ մենք կարող ենք զարգանալ փակ սահմաններում, չկա այդ տեսակ բան, չկա եւ Հայաստանի ղեկավարներից Հայաստանի ղեկավարները բոլորը հոյակապ հասկանում էին սրա իմաստը։ Դրա համար էր Սերժ Սարգսյանը այդ ֆուտբոլային դիվանագիտությամբ զբաղվում, ոչ թե որտեղ նա թուրքասեր էր, նա հասկանում էր, որ Հայաստանը ունի մենակ մի ճանապարհ բացվելու, զարգանալու, թելադրելու իր կամքը։ Եթե նա դառնա առաջադեմ երկիր։ Հիմա կարող ենք դա չընտրել։ Մենք կարող ենք ընտրել ուրիշ բան։ Մենք կարող ենք, ինչպես ասում էր Վանո Սիրազարյանը, սիրել քարտեզ ավելի շատ, քան իրական հողը։ Սա էլ է միջալից շատ կարևոր, ընդ որում դպրոցական տարիքից։ Մենք հաճախակի խոսում ենք հայրենիքը սիրելու մասին, հա, չէ՞, բայց այդ հայրենիքը ճանաչել է պետք։ Մանուկ տարիքից, ճապոնական դպրոցներում առաջին դասարանից կա հայրենիքի ճանաչում, առարկան, Գերմանիայում կա դա, մարդիկ գնում է, ես թատրոնով և
թատրոնից անջատ։ Երևի տարեկան 5-6 անգամ գնում էի Ղարաբաղ։ Դժվար էր կազմակերպել ամեն դպրոցում 12 տարի սովորում եմ, գոնե մի անգամ Ղարաբաղի այցելություն։ Բայց համաձայն չեք, որ հայրենիքն ու պետությունը մի քիչ տարբեր են։ Հայրենիքը ավելի հայրենիքը ֆիզիկական է միայն, թե ոգևոր է, թե հիշողություն է, թե արժեք է, ամամիտ չեք, որ հայրենիքը տարբեր բաներ չեն։ Հայրենիք այն երկիրն է, որտեղ դու ապրում ես։ Ահա։ Եվ եթե դու հայ ես ու ապրում ես Ֆրանսիայում, քո հայրենիքը Ֆրանսիան է։ Այսինքն վաղ եթե Սյունիքը գրավեն, արդեն Սյունիքը հայրենիքն է։ Մի տվեք Սյունիքը գրավեն։ Չեն տալիս, բայց գրավում են։ Ով է գա, ոչ ոք չի։ Տվողները տալիս են, չգիտեմ։ Ոչ, տվողները վաղուց են տալիս, չեն տալիս։ Չեն գրավի Սյունիքը, հանեք այդ մտքից։ Ղարաբաղում էլ կար այդ բանը, մենք միևնա գնալու ենք։ Կար այդ բանը։ Չէ, ես դա չեմ խրախուսում կամ քարոզում, բայց մենք տեսնում ենք իրական վտանգները։ Որն է մեր հայրենիքը։ Եղբայր, եթե մենք այստեղ չկառուցեցինք, եկեք տունը կառուցենք, եկեք տունը մաքրենք։ Մենք անտեսում ենք մեր տունը, մենք անտեսում ենք մեր հայրենիքը, մենք կեղտի մեջ ենք պահում մեր հայրենիքը։ Դուրս եկեք Երևանից կամ Երևանում։ Նայեք, մենք արդյոք տան տերը, երկրի տերը իրան այդպես պահում է։ Համատարած կեղտ, աղբ։ Սա հայրենիք չի, չէ, մեր հայրենիքը ուրիշ է։ Չէ, մեր հայրենիքը սա է, ոչ ոք չի ասում ուրիշ է։ Սա մեր հայրենիքի մի մասն է։ Սա մեր հայրենիքն է։ Հակառակ դեպքում Իտալիայի հայրենիքը ո՞րն է։ Հռոմեական կայսրությունը մեծ է եղել, չէ։ Չէ, իտալացիների բնորանը բնորանը շատ ավելի մեծ է, գերմանացիների։ Գերմանացիների, եղբայր եկեք մեր տունը կառուցենք, սա պետությունն է, սա ամենակարևոր հարցն է, պետություն թե գաղութ։ Մենք հաճախակի շարժում ենք գաղութի գաղափարով։ Գաղութի ժամանակ կարելի ասել ամեն ինչ, հա, գաղութի առաջ ուրիշ խնդիրներ են դրված, սենց ասեմ, նայեք, գաղութում դու խնդիր ունես հայությունը պահպանելու, ամեն հայ պիտի մնա հայ, շատ վատ են ընդունում գաղութում, երբ որ խառ ամուսնություններ են, դա գաղութի սկզբունքն է։ Հայաստանում ամեն մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի անկախ ազգությունից պետք է լինի հայ։ Եվ ինչպես ասում են ֆրանսիացի ծագումով հայ, նույն ձևով մենք պետք է ասենք թե հայ ծագումով ռուս։ Հայը քաղաքացին է երկրի տերը, որտեղ քաղաքացին ունի պարտավորություն պետության հանդեպ, եւ պետությունը ունի պարտավորություն քաղաքացու հանդեպ։ Այս պետությունը Կրասնոդարում ապրող հայ հանդեպ պարտավորություն չունի, եւ Կրասնոդարի հայը պարտավորություն չունի այս պետության հանդեպ։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, եթե մենք ուզում ենք տեր լինել, եթե մենք ուզում ենք գաղութ ունենալ, այո, մենք կմանգանք, որ նա ավելի հարմար գաղութ է։ Միջև հիմա այդպես էլ ման ենք եկել։ Դրա համար գնացել ենք ուրիշ տեղ, գաղութ ենք կազմել, ապրել այնտեղ, զարգացրել, դպրոցներ կառուցել, եկեղեցիներ կառուցել, բայց դա գաղութ է։ Պետությունը սա է, եւ գաղութը ենթակա է ասիմիլյացիայի։ Ներեցեք մի բան էլ ասեմ, սովետական միության ժամանակ ես միշտ ասում եմ, պետք չի ասել երկրորդ հանրապետություն, չի եղել այդ տեսակ բան։ Չի եղել։ Եթե նա անկախ պետություն չի, նա հանրապետություն չի։ Արդեն այդ ժամանակ ասիմիլյացիա էր գնում։ Հայ մտավորականները երեխաներին հիմնականում տալիս են ռուսական դպրոց։ Ես ինքս ավարտել եմ ռուսական դպրոց։ Եվ իմ բազմաթիվ ընկերներ։ Եվ գնում էր դեպի այդ։ Մենք որպես ազգ ոչանում էինք։ Հա, թվում էր մենք ունենք մեր ուրեմն գիտությունների ակադեմիան, մեր դպրոցների, ռուսական դպրոցների քանակը ավելանում էր, հայկական դպրոցների քանակը պակասում էր։ Ֆիլմերը բոլորը ցուցադրվում էին ռուսերեն, հեռուստատեսությունը ով էր նայում, հիմնականում կենտրոնական ալիքները 1, 2, 3, 4 սերունդ կվերանայինք։ Սա շատ կարևոր է, գաղութ թե պետություն։ Պետությունը, եթե նա ազգային պետություն է, նա արդեն այդ խնդիրը չունի։ Մեր պետական լեզուն հայերենն է, մեր դպրոցները հայերենն է, նա ով ուզում է ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն պետք է քննություն հանձնի հայոց լեզվի, հույն է, քուրդ է, ով ուզում է լինի։
Ինչպես ընդունված է բոլոր երկրներում նորմալ։ Սա է պետություն թե գաղութ, ընտրությունը մերն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Բաբայան։ Հուսամ հնարավորություն կունենանք հետագայում շարունակելու մեր զրույցները։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսպիսի ազգային ու պետականամետ շեշտադրումով ավարտենք այսօրվա մեր զրույցը։ Մենք զրուցում էինք Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։